Այն պատգամը, որ պատրաստել եմ ձեզ համար սերներ եւ անգլերենն էլ իր PowerPoint-ն պատրաստել, որ կարողանանք միքս անենք, երկուսն էլ կոչվում է բժշկություն ժողովարանում, բժշկություն ժողովարանում։ Եվ վերցրված է Ղուկաս ավետարան 6-րդ գլխից, 6-րդ համարից։ Եկեք միասին բացենք, եթե Աստվածաշունչ ունենք, թե մեր հեռախոսների մեջ, թե մեր գրքերի մեջ, Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ, 6-րդ համարից, ասում է մի ուրիշ շաբաթ օր նա ժողովարան մտավ։ Տեր Հիսուսն էլ գնում էր ժողովարան։ Ինքն էլ գնում էր իր եկեղեցին, այնտեղ որտեղ մարդիկ էին հավաքվում։ Գնում էր միջև իր ծառայության սկիզբը, գնում էր քարոզ լսելու, հետո ծառայության ժամանակ արդեն գնում էր ծառայելու, ինքն էր քարոզում նաև։ Գնում էր ժողովարան, մտավ եւ ուսուցանում էր։ Ինչ էր անում Հիսուսը ժողովարանում? Ուսուցանում էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ է ուսուցանում։ Կան այստեղ մարդիկ, որոնք կարող են ասել Հիսուսը իմ ուսուցիչն է։ Չեք ուզում ասեք, վախենում եք ասեք, Հիսուսը իմ ուսուցիչն է, իմ վարդապետն է։ Ինչ է ինձ ուսուցանում? Բարդ աստվածաբանական նյութեր է ինձ ուսուցանում, ինչ որ գիտական տեսություններ է ինձ ուսուցանում։ Ինչ է ուսուցանում Հիսուսը? Կյանքի դասեր է տալիս մեզ։ Ամեն հոգևոր կյանքի դասեր է մեզ տալիս Տեր Հիսուսը, ժողովարանի մեջ ուսուցանում էր։ Եվ ասում է այնտեղ մի մարդ կար, իհարկե շատ մարդիկ կային այնտեղ, բայց մեկին առանձնացնում է Ղուկաս ավետարանիչը, որի աջ ձեռքը չորացած էր։ Ինչ է տարքիր նկարագրություն կա այստեղ։ Ընդհանրապես ասում են Ղուկասը մասնագիտությամբ ինչ էր? Բժիշկ էր։ Դրա համար իրան շատ հետաքրքիր էր մարդը քանի տարվա հիվանդ էր, որ ձեռքը չորացած էր, բայց որ ձեռքն էր չորացած, հա։ Հիմա մենք ասում ենք ունիկ եղբայրն ընկավ ձեռքը կոտրեց, որ ձեռքը կոտրեց, չեմ հիշում, աչքն էր, թե ձախն էր, թե ոտքն էր կոտրել, չեմ հիշում։ Բայց մարդիկ կան տենց են, բայց ավետարանը շատ դիպուկ է, ամեն բան մեզանից տեղյակ է Տերը։ Ուրեմն իր աջ ձեռքը ինչ էր? Չորացած էր։ Հայերենում գրածը չորացած էր, անգլերենում ինչ է գրված? Էլի չորացած էր։ Պարսկերենում ինչ է գրված? Այդ ինչ է? Չորացած էր։ Շատ բարի, չորացած էր ուրեմն։ Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան, այսինքն Հիսուսին, տեսնելու թե արդյոք շաբաթ օրով պիտի բժշկի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հասանելի է 24 ժամ շարունակ, 7 օր շարունակ, ամեն օր, ամեն օր։ Դպիրներն ու փարիսեցիներն այնտեղ էին, որ հանկարծ բժշկություն չանի, շաբաթ օրա, չի կարելի գործ գործել։ Մեր նորից օրինակ եղբայրս, որ ընկավ իր ձեռքը կոտրեց, այսօր մեր հերոսը ինքն է։ Ինչ օր էր այդ օրը? Ուրբաթ օրեր, քարոզս փչացրիր, ասեր շաբաթ օրը լավ կլներ, բայց ոչինչ։ Բայց երբ որ ինքը գնաց բժշկի, կոտրված թևով գնաց բժշկի, բժիշկն էլ տեղում էր, բայց տեղում չէր, հետո ասաց հիմա զբաղված եմ, գնա տուն սառուս դիր կանցնի։ Այս աշխարհի բժիշկներն են։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն օր գործի է։ Եվ որն է նրա գործը? Մեզ ազատագրի դևերից, մեզ բժշկի հիվանդություններից, մեզ ազատի ամեն տեսակ ճնշումներից եւ դեպրեսիաներից, եւ դա չի անում մենակ Կիրակի օրերը հատուկ ժամերի, անում է ամեն օր, ամեն օր։ Դա չի անում մենակ Հայաստանում, Պարսկաստանում, անում է նաեւ այստեղ Ամերիկայում։ Ինչքան դժվար է հավատալը, բայց ստեղ էլ է անում ինքը։ Որովհետեւ Տեր Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ ուզում եմ ասել նաեւ Հիսուսը նույնն է թե Հայաստանում, թե Պարսկաստանում, թե Ամերիկայում։ Ամեն։ Շարունակությունն ասում է ուրեմն իսկ նա, որ գիտեր նրանց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց։ Հետարքիր այդ մարդու անունը չկա, բայց այդ մարդուն խեղճան տենց է մնաց, չորացած ձեռքով մարդ։ Նրան ասաց. վեր կաց ու մեջտեղում կանգնիր։ Նա վեր կացավ եւ կանգնեց։ Հիսուսը նրան ասաց. Ուզենայք, որ այսօր Հիսուսն էլ այս ժողովարանի մեջ կանգ առներ, քո վրա մատը ուղղեր դեպի քեզ, ասեր դու։ Շատ անգամ գուցե մենք վախից կողքին են ասենք քո հետ է։
Իշմե մի անգամ մի քարոզիչ, երբ որ ժողովարանները գնացել, տարիներ առաջ երիտասարդ էր, շատ ծանր էր իմ վիճակը, շատ վատ էր իմ վիճակը։ Եվ որոշել էի վերջին անգամս գնում եմ ու էլ չեմ գնալու, որովհետև ես արժանի չեմ, ես ոչ մեկի պետք չեմ, ես Աստծուն պետք չեմ, ես լավ հավատացյալ չեմ եւ գնացել էի ուղղակի մտքով հրաժեշտ տալու։ Բայց այդ ժամանակ քարոզիչը բեմից նայեց, ես վերջում նստած եմ, վերջում նստողները թող զգուշ լինեն միշտ։ Հետո նայեց մատով ուղղեց դեպի ինձ, ասեց դու երիտասարդ։ Այդ որ ասեց սիրտս սկսեց արագ խփել։ Հետո նայեցի կողքինից, տատիկին ասեց քո հետ է, ասում եմ, չէ, ես երիտասարդ չեմ, քո հետ է։ Որովհետև ես գիտեի ես ինչերի մեջ եմ, բայց չէ ուզում որ մեջտեղ գար այդ ամեն ինչը։ Եվ ասեց արի առաջ։ Եվ քանի որ արդեն բռնվել էի, երկու ընտրությունն էի, կամ դի փախնեի ժողովարանից, կամ դի առաջ գայի, բայց չէի ուզում խայտարակվեի, բայց երկու տարբերակում եք խայտարակվեի մտածելով, թե առաջ գնայի կխայտարակվեի, թե փախնեի կխայտարակվեի։ Ուրեմն ավելի լավ առաջ գնալ խայտարակվել։ Որովհետև մտածում ես այն բոլոր մեղքերը կպատմի։ Հատուկ ինչ-որ բան չի արել, բայց շատ ծանր ինձ մեղավոր էի զգում։ Եվ կանչեց առաջ, եւ սկսեց աղոթել, եւ ասես ինքը միկրոֆոնով էր աղոթում, ամբողջ դալիճը լսում էր։ Ասես լսիր երիտասարդ, այսպես է ասում Աստված։ Դու, այդ որ ասես դու սիրտս դուս էր գալի մեջս արդեն։ Իմ ամենասիրելի զավակն ես։ Եվ քար ու քանդեղ հատեղ։ Տեր Հիսուսը ժողովարանների մեջ մեզ համար պատգամ ունի։ Քեզ համար պատգամ ունի։ Մի ասա եկել եմ ուղղակի քարոզ լսեմ գնամ, ասա եկել եմ լսեմ Աստված ինչ ունի ինձ ասելու։ Եկել եմ Աստծուց խոսք ստանալ։ Չգիտեմ այդ օրը այդ չորացած ձեռքով մարդ ինչ հույսով էր եկել, ինչ երազանքով էր եկել, ինչ նպատակով էր եկել, բայց մի բան գիտեմ, Հիսուսը իր համար է եկել։ Ես չգիտեմ դու ինչի համար ես եկել, բայց Հիսուսը քեզ համար է եկել այստեղ։ Եվ ուրախ ենք դրա համար, որ Տեր Հիսուսը մեզ համար է, մեր դեմ չի, մեզ համար է եկել այստեղ։ Հետո շարունակում է, ասում է. ձեզ եմ հարցնում, ինչն է օրինավոր շաբաթ օրով բարիք անելը թե չարիք, հոգի ապրեցնելը թե կորստյան մատնելը։ Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով այն մարդուն ասաց. ձեռքդ մեկնիր։ Նա մեկնեց եւ նրա ձեռքը մյուսի նման առողջացավ ունիկ եղբայր։ Նրանք կատաղությամբ լցվեցին, ունիկ եղբայր սա փորձեր անում, բայց դե կատաղությամբ չեն լցվի։ Եվ միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսին ինչ անեն։ Բժշկություն ժողովարանում։ Երբ քո բժիշկը քեզ սպասում է ժողովարանում։ Մի եղբայր կար, որ տարիներ աղոթում էր եւ Աստծուց բժշկություն էր ակնկալում։ Ամեն անգամ ասում էր Տեր հպվիր ինձ, Տեր մի հատ հրաշք արա, Տեր որ ինձ բժշկես, եկեղեցի կգնամ, այս գործը կանեմ, այն գործը կանեմ։ Մինչև մի օր եկեղեցում Աստված քարոզիչի բերանով խոսում է նրա հետ եւ այս միտքն է լսում, որ քո հրաշքը սպասում է քեզ այնտեղ, որտեղ դու պետք է լինես, այլ ոչ թե այնտեղ, որտեղ քեզ է հարմար։ Քո հրաշքը քեզ սպասում է այնտեղ, որտեղ դու պետք է լինես, եւ ոչ թե այնտեղ, որտեղ դու ես ուզում, այլ այնտեղ, որտեղ Աստված է նախատեսել։ Մենք շատ անգամ նստում ենք մեր տան մեջ, ոտքը գցում ենք մեր ոտքին, հեռուստացույցի այդ remote control-ը մեր ձեռքը կամ հեռախոսի մեջ, ասում ենք դե թող Աստված ինձ այցելի մի բան անի։ Աստված իր պայմաններն ունի։ Քույրես եղբայրս, Աստված չի շարժվում քո պայմաններով, բայց դու պետք է շարժվես Աստծո պայմաններով։ Այն որ այստեղ ենք, ինչու համար ենք այստեղ, որովհետև Աստծո պայմանն է սա, ամեն կիրակի գալ եւ Տիրոջը փառաբանել։ Մեկտեղ հավաքվելը չթողնել, իրար հետ Տիրոջը օրհնել եւ պաշտել։ Եվ այս պատմությունը մեզ մի բան է հիշեցնում, որ ժողովարանը միայն քարոզ լսելու տեղ չի, ժողովարանը բժշկության տեղ է։ Ժողովարանում միայն ծանոթներին հանդիպելու տեղ չի, ժողովարանում Հիսուսին հանդիպելու տեղ է։ Ես ձեր տեղը լինեի ամեն կասեի դրան։ Այն բժշկության վայր է։ Առաջին փաստը, որ տեսնում ենք այս պատմության մեջ հետևյալն է, այս մարդը ժողովարանի մեջ էր։ Նա այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։
Ես սիրում եմ միշտ ասել ամեն կիրակ, երբ որ գալիս ենք, ասում եմ դու ամենաճիշտ տեղում ես հիմա գտնվում աշխարհի, ամենաճիշտ ժամանակին, ամենաճիշտ գործն ես անում ամենաճիշտ մարդու հետ։ Ինքը ճիշտ տեղում էր։ Շատ մարդիկ կարող են ասել, ես տանն էլ Տիրոջը կփնտրեմ, տանն էլ կաղոթեմ, շատ լավ է, տանն էլ պիտի փնտրես, բայց չես կարող միայն տանը մենակ մնալ։ Դու մենակ պիտի աղոթես եւ դու նաեւ պետք է 2-3 հոգու հետ միաբանվես։ Տեր Հիսուսն ասաց, թե մտիր սենյակը աղոթ կարա մենակ եւ ասաց նաեւ միաբանվիր ուրիշների հետ եւ աղոթ կարա եւ մեկտեղ հավաքվելը մի թող։ Եբրայեցիներին 10:25-ն ասում է մեկտեղ ինչ անելը, ուտել խմելը, մեկտեղ կռիվանելը, հուշեք ինձ, մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Մեկտեղ հավաքվելը մի թողեք, ինչպես ոմանց սովորություն։ Եթե թողես մեկ անգամ, 2-3 անգամ սովորություն կդառնա։ Նկատել եք վատ սովորությունները ինչքան արագ ենք վերցնում եւ լավ սովորությունները ինչքան դանդաղ ենք ձեր բերում։ Ուրեմն զգուշ լինենք, նման սովորություն չունենանք։ Հիսուսն իր հրաշքների մեծ մասը, թեպետ շատ հրաշքներ էր գործել տարբեր տեղերում, բայց մեծ մասը անում էր նաեւ մեծ ժողովների ժամանակ։ Ծովի ափին, ժողովարանների մեջ, բազմության մեջ հրաշքներ էր գործում։ Եթե այդ օրը այդ մարդը որոշեր, ինչ որոշեր, ասես քան տարի գնում եմ ժողովարան, ոչինչ չի փոխվում իմ կյանքի մեջ։ Ոնց ձեռքս չորացած էր, այդպես ձեռքս չորացած մնաց։ Գուցե քո ձեռքը չի չորացել, ուրախությունդ է չորացել։ Գուցե քո խաղաղությունն է չորացել, ֆինանսներն են չորացել, կապ չունի։ Դա քեզ չպետք է կտրի եկեղեցուց, ժողովարանից։ Եթե այդ մարդը այդ օրը որոշեր ասել չգնամ այսօր էլ բաց թողեմ, ինքը ինչ բաց կթողներ, Հիսուսի հետ հանդիպումը բաց կթողեր։ Իր բժշկությունը ձեռքից կտար։ Հետևաբար բացակայելը շատ անգամ հավասար է բաց թողնելու։ Մարդիկ ասում են ես այսօր կբացակայեմ, բայց բացակայել բառի արմատը բացն է։ Այսինքն մի բաց տեղ կմնա, բաց կթողնեմ իմ հնարավորությունները։ Ուրեմն բաց չթողնենք։ Երկրորդ փաստը, որ գիտենք այս մարդու մասին, որ այս մարդու ձեռքը չորացած էր։ Այսօր էլ եկեղեցիներում շատ հավատացյալներ կան չորացած են։ Ձեռքն է չորացած, միտքն է չորացած, խաղաղությունը, ուրախությունը, շատ բաներ իր կյանքի մեջ չորացած է։ Ուրախությունը, հույսը, երբ որ մեկի ձեռքը չորացած է, մեր ձեռքն ինչ է, մեր վաստակի հնարավորությունն է, մեր ուժը, մեր բազուկի մեջ է, մեր ձեռքի մեջ է։ Մենք մեր ձեռքերով ենք մեր հացը վաստակում։ Բայց եթե ձեռքը թուլացել է, ոտքերը թուլացել են, դու էլ կթուլանաս։ Մարգարեության մեջ ասում է, որ Տերը Հիսուսին ուղարկեց, որ ուժովացնի թուլացած ծնկները եւ մեր ձեռքերը զորացնի։ Ուրեմն իր ձեռքը չորացած էր։ Երբ մարդու ձեռքը չորանում է, շատ բաներ խաթարվում են նրա կյանքի մեջ, հուսահատվում է, բայց ամեն դեպքում դա պատճառ չէր, որ նա իրեն զրկեր ժողովարանից։ Այս արտահայտությունը դարձավ ինձ համար շատ հետարքիր արտահայտություն, որ նորից Օնիկ եղբայրը ձեռքը կոտրեց, ես ասացի այսօր հերոսը դու ես։ Եվ եկեղեցում հայտարարեցի, ասել Օնիկ եղբայրը ձեռքը կոտրել է, բայց սիրտը չի կոտրվել։ Մենք կարող ենք մեր ձեռքն ու ոտն էլ կոտրենք, բայց սիրտը ինչ։ Ոմա ձեռքը տեղն է, ոտքը տեղն է, սիրտը տեղը չի։ Միտքը տեղը չի։ Աստված կարիք ունի, մենք կարիք ունենք, որ Աստված բժշկի։ Երրորդ բանը, որ հայտնի է այս պատմության մեջ, որ թեպետ ձեռքը չորացել էր, բայց նա ժողովարանում էր, այսինքն իր հավատքը չէր չորացել, իր նվիրումը չէր չորացել, նա հավատարիմ գնում էր, Աստծո տան մեջ էր։ Ոչ ոք չէր ստիպել նրան գալ, նա կարող էր չգնալ, արդարանալ, ամաչել, թաքնվել, հեռու մնալ, բայց նա ընտրեց լինել ժողովարանում։ Քույրս եղբայրս, չորացած ձեռքով լինես, ոտքով լինես, թե լավ լինես, թե վատ լինես, թե ուրախ լինես, թե տխուր լինես, Աստծո տան մեջ լինես, Աստծո տանից չհեռանաս։ Մենք շատ անգամ կարող ենք ինքներս մեզ խաբել եւ ասել ես այսօր վիճակ չունեմ, սենց ոնց գնամ եկեղեցի։
Եղել է ձեզ հետ նման բան թե չէ։ Լինում է։ Այստեղ երկու հովիվ կան, երկուսը կարող ենք խոստովանել, օրինակ եղբայրը ասում է իմ հետ գործ չունես, դու քո անից ասա։ Լինում է մեր հետ էլ կարող է լինի։ Բայց ինչ է լինի, մեր որոշումը սա է. Տեր, ես քո տան մեջ պիտի լինեմ։ Կոտրված սրտով, չորացած ձեռքով քո տան մեջ պիտի լինեմ, Տեր։ Հավատքի այսպիսի արարքները, երբ ամեն բան կոտրված էր, իր ներսը դեռ մի բան մնում էր, իր սպասելիքը, իր հույսը, իր ակնկալիքը Տիրոջից էր, եւ նա որոշեց իր չորացած ձեռքը Աստծո տուն տանել, չպահել իրեն։ Քո չորացած աղբյուրները բեր Աստծո ներկայության մեջ, մի թաքցրու։ Քո խնդիրները մի թաքցրու, բեր Աստծո ներկայության մեջ։ Ինքդ քեզ մի թաքցրու, բեր Հիսուսի ներկայության մեջ, անկախ նրանից ինչ վիճակում ես։ Իմ սիրելի մարգարեներից մեկը անբակումն է։ 3:17 խոսքում ասես թեև թզենին ինչ չլինի, չծաղկի էլ։ Հետո մտածես դե լավ, փարախի մեջ հորթ ունեմ, բայց հետո ասես թեպետ հորթն էլ փարախից կտրվի։ Հետո մտածես դե լավ, արտում բերք ունեմ, հետո նայես տեսա բերքը չի մնացել արտում, ասես բերքն էլ ստի, արտն էլ ստի եւ բերք չտա։ Բայց ինչ ասես նա, ես Աստծով կուրախանամ։ Ոչ թե փարախով կուրախանամ, ոչ թե արտով ու թզենիով, Աստծով կուրախանամ։ Մեր ուրախությունը թող Աստծո մեջ լինի, քույրեր եղբայրներ։ Թեպետի ձեռքը չորացել էր, բայց տեղ էր տվել, որ Աստված իր սիրտը բժշկի, իր ոտքերը Աստծո տան մեջ լինեն։ Այս մարդը իր խնդիրը չծածկեց, բերեց Աստծո տան մեջ, ներկայացրեց Հիսուսին։ Չորրորդ փաստը, որ տեսնում ենք այստեղ, այս մարդու մասին հետևյալն է, որ այս մարդը փոսի մեջ էր։ Հիշում եք Հիսուսն ասաց, որ մեկիդ եզնա, չէ՞ կարծեմ ասում է, թե ընկնի թե ավանակը, փոսի մեջ, միթե չեք գնա եւ փոսից անի։ Սա խորհրդաբանություն էր, Հիսուսն ուզում էր ասել, որ այս մարդը փոսի մեջ է ընկել։ Տեսել եք մի հատ այդպես ֆիլմ կա, որ մեկը ընկնում է փոսի մեջ, հետո գալիս են իր գլխին կանգնում է, սկսում է փիլիսոփայել։ Եկն ասում է, եղբայր, չես ես փոսն ընկել։ Դե տենց էլ գրածը փոսփորողը փոսը պիտի ընկնի։ Հետո մյուսը գալիս ասում է, էս էլ քո ճակատագիրն է, դե հաշտվի այդ վիճակի հետ, դու էս էլ քո կյանքի վերջն է։ Այն մյուսն էլ գալիս ասում է, շատ աղոթի փոսից դուրս կգաս։ Այն մեկն էլ գալիս է ասում է, ուրեմն մեղք ես գործը, որ փոսի մեջ ես ընկել։ Մեկն էլ գալիս է եւ ասում է, ձեռքը տուր, քեզ փոսից հանեմ եւ իր անունն է Հիսուս Քրիստոս։ Նա չի կանգնում էր գլխին ու քարոզ կարդում։ Նա ասում է, ձեռքը տուր, ձեռքդ պարզիր։ Այս մարդը փոսի մեջ էր։ Հիվանդությունը փոս է, դեպրեսիան փոս է, խնդիրները փոս են, որ երբ որ ընկնում ես, մտածում ես, որ վերջն ասել, ոչ ոք քեզ չի կարող այնտեղից հանել, բայց ուզում եմ ասել, Տեր Հիսուս Քրիստոսը, Վազգենը չէ, Օնիկը չէ, Հիսուս Քրիստոսը այստեղ է, որպեսզի քեզ փոսերից դուրս հանի։ Ամեն, դուրս հանի փոսերից։ Հիսուսը եկավ այդ գառնուկին դուրս հանելու փոսից, ոչ թե նրան մեղադրելու։ Ոմանք էլ կան, գիտեք ինչ են անում, որ փոսի մեջ են հայտնվում ուրիշները, գալիս են փոխանակ, ոչ թե չեն օգնում, մի հատ էլ հող են լցնում իր վրա։ Եվ վերջում ասում են, հողը վրան ինչ լինի, թեթև լինի։ Պարսկայիններ են ասում, տես բա թե չէ։ Խիղճի վրա եկա քարերը լցրեցին, հետո ասում են հողը թեթև լինի։ Հիսուսը եկել է ոչ թե հող լցնի մեր վրա, այլ մեզ հողերից հանի։ Տիղմից ու ցեխից, ճահիճից հանի։ Կարող ենք հենց հիմա ասել, Տեր Հիսուս, հանիր ինձ իմ փոսերից, հանիր ինձ իմ ճահիճից, դուրս հանիր ինձ այս վիճակից, Տեր։ Ես ժողովարանում եմ, դու էլ ժողովարանում ես, ես քո կարիքն ունեմ, Տեր Հիսուս։ Իմ ձեռքը չորացած է, բայց քո ձեռքը պարզիր դեպի ինձ եւ ինձ բժշկիր։ 5-րդ փաստը, որ տեսնում ենք այս պատմության մեջ հետևյալն է, Հիսուսը նրան ասում է, վեր կաց ու մեջտեղ կանգնիր։ Վեր կաց եւ մեջտեղում կանգնիր։
Մենք շատ անգամ, երբ որ խնդիրներ ունենք, թերարժեքություն ունենք, չենք ուզում, որ մարդիկ մեզ նկատեն։ Ուզում ենք մի հատ անկյուն գտնենք, մեզ համար խելոք, հանգիստ նստենք, ոչ ոք մեր վրա ուշադրություն չդարձնի։ Այդպես եղել է ձեր հետ թե չէ։ Բայց երբ որ գալիս է Տեր Հիսուսը, քեզ մեջտեղ է բերում։ Եվ ինչ ասում, դու իմ ուշադրության կենտրոնում ես։ Ես քեզ անկյուն չեմ ուղարկել, ես քեզ չեմ պատժել, ես չեմ ուզում, որ դու այդ փոսի մեջ լինես, ես ուզում եմ, որ դու իմ սրտի և ուշադրության կենտրոնում լինես։ Երբ որ Հիսուսը սկսում է գործ անել, հանկարծ մարդիկ տեսնում են դա, չես կարող թաքցնել։ Նույն ձև, երբ որ Մովսեսը 40 օր Տիրոջ հետ լեռան վրա էր, ինչպես մարդիկ իմացան Մովսեսը ինչ էր անում լեռան վրա։ Սելֆի էր արել իրան, նկար էր գցել Facebook-ի մեջ, որ բոլորը տեսնեն ու լայքեն։ Չէ։ Մովսեսի դեմքը փայլում էր։ Մենք կարիք ունենք, որ այսօր Աստված մեր երեսը փայլեցնի, իր երեսի լույսով եւ մեզ բժշկի։ Երբ որ դու Հիսուսի հետ հանդիպես, ինքը քեզ շարքից դուրս գա։ Հայերենում այդպիսի արտահայտություն կա, ասում են ինքը շարքից ելավ։ Այսինքն ինչ եղավ, խախտվեց։ Բայց այդ լավ շարքից դուրս գալա։ Որտեղ մենք երբեմն հիվանդության, դեպրեսիայի, մահվան շարքի մեջ ենք, մեկ էլ Տեր Հիսուսը գալիս է ասում է դուրս սարի, քո տեղից դուրս սարի։ Մի մնա քո տեղի մեջ, մի մնա քո վիճակի մեջ, դուրս սարի։ Մի համակերպվիր, մի հաշտվիր, մի պատժիր քեզ։ Մենք շատերս մեզ պատժում ենք եւ մեզ գցում ենք մեկուսարան։ Ասում ենք, ես ոչ մեկի չեմ ուզում տեսնեմ, ոչ մեկի հետ չեմ ուզում շփվեմ։ Բայց իրականում դու դրանով ոչ թե ուրիշներին ես պատժում, ում ես պատժում, քեզ ես պատժում։ Եվ քեզ գցում ես մեկուսարան, դուրն էլ կողպում ես, բանալն է սատանայի ձեռքն ես տալիս։ Այսօր ասեն Տեր Հիսուս, արի եւ ինձ իմ մեկուսարանից հանիր, ինձ շարքից հանիր, այս հերթից, այս փոսից դու ինձ դուրս հանիր, վեր կացու մեջտեղում կանգնիր։ Տեր Հիսուսն ուզում է, որ մի բան անես, չի ուզում, որ մնաս քո վիճակի մեջ, ուզում է քայլ կատարես։ Գուցե իր համար ամոթի մի հատ պահ էր այդ մարդու համար, բայց բժշկության ճանապարհը հենց այդպիսի ճանապարհ է։ Գուցե այդ մարդն ասե Տեր Հիսուս ջան, սպասի ժողովը վերջանա, կգնանք միտեղ մի հատ անկյունի վրա աղոտ կարա, որ ոչ ոք չտեսնի, բայց չէ, դու պետք է նաև ամոթդ հաղթահարես, որտեղ հետո ասում է ձեռքդ պարզիր, այսինքն դու պետք է քո ցավը, վիշտը, ամոթը լույսի մեջ բերես, մարդիկ դա կարող է տեսնել, բայց դա է բժշկության ճանապարհը, ոչ թե թաքցնելը, այլ լույսի մեջ բերելը։ Երբեմն մեզ թվում է, թե Աստված մեզ պիտի բժշկի լռության մեջ, մեր անգործության մեջ, բայց նա մեզ դուրս է բերում, որպեսզի իր փառքը ցույց տա մեր կյանքի մեջ։ Հիսուսը չէր կանչում իրան առաջ իրան ամաչեցնելու համար, կանչում էր իրան բժշկելու համար։ Բայց երբեմն ամոթը մեզ կարող է խանգարել։ Հիշում եք, երբ որ առաջին անգամ եկաք եկեղեցի եւ Էրիկը բեմից ասեց, եկեք մեր ձեռքերը բարձրացնենք Տիրոջը, ով է այդ ամոթ ունեցել այդ ժամանակի ձեռքը բարձրացնի Տիրոջ։ Այդտեղ չեն ամաչում, Հայաստանում ամաչում են։ Հետո նայում եմ նոր եկածներին ինչպես են ձեռ բարձրացնում, սենց են անում իրան։ Հետո երբ որ Սուրբ Հոգով են լցվում, նկատում եք ինչ անում մարդու հետ։ Միջև ապաշխարելը սենց է ինքը։ Այդպես հպարտ կանգնած է։ Չեմ կոտրվելու, ձեռ չեմ բարձրացնելու, երեք նովա որ ինձ ասի ինչ անեմ։ Հետո Սուրբ Հոգին սկսում է գործել, ձեռքը գրպանից դուրս է գալիս։ Հետո մի քիչ բաներ անում։ Հետո Սուրբ Հոգին որ իջնում է իր վրա, տեսնում ես երկու ձեռքն է բարձրացել, արցունքները գնում են աչքերից։ Որտեղ երբ որ Տերը մի բան է անում, չես կարող դիմադրել նրա սիրուն եւ նրա աշխատանքին։ Կարող մենք էլ այսօր մեր ձեռքերը բարձրացնենք դեպի Տերը, այդպեսի մի երգ էլ կա, չէ՞, բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը եւ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը։ Փառաբանության ժամանակ նայում էի, ոմանքը զլանում էին ծափ տալ, բայց ունենք եղբայր չի կարող ծափ տալ, սենց էր անում։ Մի բան պիտի անես, չես կարող մնաս նույն վիճակի մեջ։ Ուրեմն Հիսուսը ոչ թե ուզում էր ամաչեցնել, ուզում էր բժշկել։ Ամոթը
կարող է մեզ խանգարի եւ հետ պահի մեր բժշկությունից։ Ամոթը մեզ ավելի կհիվանդացնի, բայց մենք կարիք ունենք մեր ամոթները բերել Աստծո ներկայության մեջ։ 6-րդ կետը նա պարզեց ձեռքը եւ ձեռքը առողջացավ։ Ղուկաս ավետարան 6-րդ գլխի մեջ ուրեմն այդ պատմությունը հետեւյալն է ասում. Հիսուսը ասեց ձեռքդ մեկնիր, նա մեկնեց։ Այդ մարդը կարող էր ասել Տեր Հիսուս չես իմանում որ ձեռքս չի աշխատում, ինչպես թե ձեռքս մեկնեմ։ Բժշկիր նոր մեկնեմ, բայց իրականում բժշկությունը գալիս է հնազանդությունից հետո։ Ինչ որ մի գործողությունից հետո, այս գործն արա, այն արդյունքը կունենաս։ Ձեռքդ մեկնիր։ Քույրեր եղբայրներ, ժամանակն է, որ այսօր մեր ձեռքը մեկնենք Տեր Հիսուս Քրիստոսը։ Ժամանակն է, որ մեր ձեռքը մեկնենք դեպի կարիքավորները։ Եվ հիմա ես որ գնում եմ Հայաստան, նաև ձեր առատաձեռը նվերներն էլ պիտի տանեմ Հայաստանի կարիքավոր մանուկների համար։ Դա ինչ է։ Դա ձեռք մեկնել է, չէ՞։ Հայերենում ունենք այդ արտահայտությունը, ասում ենք ուզում եմ ձեռք մեկնեմ քեզ, այսինքն ինչ անեմ, օգնեմ քեզ։ Հետո ասում ենք ձեռքերիս մեջ ինչ հնարավորություն կա, կանեմ։ Ուրեմն ձեռք մեկնիր։ Տեր Հիսուս, կլինի դու քո ձեռքը մեկնես։ Ես իմ խոսքն եմ մեկնում, դու քո ձեռքը դեպի ինձ մեկնիր։ Նա ինչ արեց, շատ կարճ մի նախադասություն է, ասում է նա մեկնեց։ Կուզենամ որ ավետարանն է մեր մասին այդպես ասի։ Նա աղոթեց, նա հավատաց, նա ապաշխարեց, նա առատաձեռն գտնվեց, նա մեկնեց եւ նրա ձեռքը մյուսի նման առողջացավ։ Առողջացավ։ Ոչ մի հատուկ բան չարեց Հիսուսը, ինչ որ այսօր շատ TV էվանջելիստներն են անում, այդ շոուները, որ սարքում են, չէ՞։ Երաժշտությունը հնչում, դեղ կանչում են, բեմ են բարձրացնում, կոստյումն են գցում, այս մարդը ընկնում է, փոշոտվում է, վերակենում, թափատալիս, հանում են օթերով, իջացնում են ներքև, հետո բան չի լինում այս խղճի հետ։ Ոչ երաժշտություն կար այստեղ, ոչ հատուկ ինչ որ միջոցներ կային այստեղ, ոչ մեգա չերչեր, մի փոքրիկ ժողովարան։ Եվ Հիսուսը հատուկ կրոնական աղոթք է չարեց։ Նայեց այդ մարդուն, մի պարզ քայլ առաջարկեց։ Ամենամեծ գաղտնիքները հոգևոր քույրեր եղբայրներ կրոնական մեծ ծեսերի մեջ չեն, ձևի մեջ չի, պարզության մեջ է։ Մի պարզ աղոթք, մի պարզ հավատք, մի կարճ աղաղակ դեպի Աստված եւ Աստված գործում է։ Ես երբեմն ասում եմ ամենազորավոր աղոթները ամենաերկար աղոթները չեն։ Ամենաանկեղծ աղոթները ամենակարճ աղոթներն են։ Հիշում եք Պետրոսի աղոթքը, ամենակարճ աղոթքը 2 բառից էր կազմված։ Երբ որ խեղդվում էր, ասես Տեր, ինչ արա, փրկիր։ Հետո Պետրոսին ասեն Պետրոս սխալ աղոթներ ես աղոթում, պետքա նարեկացու աղոթքը աղոթես, հատուկ պատարակ ու ծես ու էս, խեղդվում է մարդը, ինչ աղոթք է։ Տեր փրկիր։ Եվ Հիսուս իրեն փրկեց։ Անկամ հայր մերը չեր հասցնի աղոթել ինքը, կխեղդվեր։ Ուրեմն պարզության մեջ է մեր հավատքը։ Եվ նա բժշկվեց։ Եվ այս մարդը պարզեց իր չորացած ձեռքը, առաջին անգամ իր կյանքի մեջ մի բան զգաց, որ երբեք չէր զգացել։ Մի բան արեց, որ երբեք չէր արել։ Փոփոխություն եկավ իր կյանքի մեջ։ Աստված ուզում այսօր փոփոխություն բերի քո կյանքի մեջ, քեզ բժշկի, քեզ ազատագրի եւ հրաշք անի քո կյանքի մեջ։ Եվ Աստված շատ անգամ հրաշք է անում, ոչ թե նախքան հնազանդությունը, այլ հնազանդության արդյունքում։ Ուզում եմ վերջում հետևյալն ասել, որ քո ձեռքերը կբժշկվեն, երբ որ քո ոտքերը ճիշտ տեղում լինեն։ Ամեն։ Եթե քո ոտքերը սխալ տեղում են, մի սպասի, որ քո ձեռքերը պիտի բժշկվեն։ Եթե քո ոտքերը քեզ տանում են սխալ տեղ, որտեղ դու սխալ գործեր ես անում, հետո ուզում ես, որ քո ձեռքերի մեջ օրհնություն գա, չի լինի այդպես։ Քո ձեռքերն ու քո ոտքերը պետք է Աստծո տան մեջ լինեն։ Սաղմոսն ասում է Տիրոջ տան մեջ տնկվածները ինչ կլինեն,
կծաղկեն եւ ծերության օրն էլ պտուղ կտան։ Այս մարդը տանը չէր մնացել, որ հանգստանար այդ օրը։ Շաբաթ օր էր հрьяաների համար շաբաթ, գիտեք ինչա։ Դուք ստեղ հрьяաներ տեսել եք, մենք Հայաստանների համարյա չունենք։ Սա փախան, հայերը չեն կարող ապրել հрьяաները։ Ստե կարծեմ ապրում են իրար հետ։ Հрьяայի համար ինչ է շաբաթը։ Ոչինչ չանելու օր է։ Մեր եղբայրներից մեկը պատմում էր, որ Ռուսաստանում, ասում եմ, մի հատ ռաբին կանչեց իր տուն, ասաց՝ շուտ արի իմ տուն։ Ասում եմ, գնացի տեսնեմ տունը ջրհեղեղի մեջ է, ջրի մեջ կորած այսքան բարձրացել է, հետո փողերն էլ ջրերես էլ լող են տալիս։ Ոսկեղենը տունը փչացած վիճակ է։ Հետո նայում եմ, ասում եմ, ինչ ա եղել։ Տեսնեմ ծորակը փչացել է, ջուրը գալիս է, ընդամենը պետքա ձեռքը մեկներ, այն ներքևից փակեր։ Ասի ռաբի, ինչի՞ չես փակել ընդեղից։ Ասում եմ, սա շաբաթ է։ Օրինավոր չի ջուր փակել, դե գործ անել է։ Ասում եմ, տվեց ամբողջ տունը փչացրեց, որովհետև շաբաթ է։ Դե գործ չաներ։ Հետո ինձ կանչել է ինչի համար, ասում եմ, ինձ ինչ ես կանչել, ասում եմ, որ գնաս այն ծորակը փակես։ Ասում եմ, բայց ես ինչի պետք է անեմ, ասում եմ, դե դու հեթանոս ես։ Ես հрья։ Ինչ լավ է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հրեական օրենքներով չի շարժվում, Մովսեսի օրենքով չի շարժվում, մեզ էլ հрья չի դարձնում, այլ մեզ քրիստոնյա է դարձրել, որպեսզի կատարենք իր կամքը։ Նա շաբաթ օրն էլ բժշկում է։ Այս մարդը կարող է ասել, շաբաթը իմ միակ հանգստի օրն է, կիրակին իմ միակ հանգստի օրն է։ Այդքան էլ ճիշտ։ Դա է հումոր ուղղակի։ Բայց ինքը ասեց իմ հանգիստը Տիրոջ տան մեջ է, Աստծո ներկայության մեջ է։ Ոմանք ասում են, ես կիրակի չեմ գա, ուզում եմ մնամ տանը հանգստանամ։ Հետո մնում են, իրանց մարմինը հանգստանում է, հետո սիրտը սկսում է անհանգստանալ։ Հետո գալիս են եկեղեցի, մեր մարմինն է անհանգստանում, ասում են հոգնած ես տանը մնա, բայց մեր սիրտը հանգստանում է եւ գաղտնիք ասեմ ձեզ, եթե սիրտը հանգիստ լինի, մարմինը հանգիստ կլինի հետո։ Եվ հետո օրվա վերջում, երբ որ ժողովարանից տուն գնաս, մարմինդ ինչքան է հպարտ լինի, բայց վերջում կասի ապրես։ Շնորհակալություն, որ ինձ տարար եկեղեցի, որովհետև մարմինը Սուրբ Հոգու ինչ է տաճար է։ Ուզում եմ այսօր վերջին հարցը տալ քեզ։ Որտեղ ես դու քո կոտրվածության ժամանակ, քո չորության ժամանակ, քո տանը, թե Տիրոջ տան մեջ։ Քո բժշկության հասցեն որտեղ է։ Աստծո տան մեջ է, որտեղ որ Տեր Հիսուսն է, իմ բժիշկը։ Ժողովարանը բժշկության վայր է։ Ոչ միայն ֆիզիկական, իհարկե Աստված ամեն տեղ կարող է մեզ բժշկել, բայց հատկապես մեր հոգեկան եւ մեր սրտի համար բժշկությունը, երբ որ գալիս ենք Աստծո տուն։ Կարող ենք հիմա մի գործողություն անել, քույրեր եղբայրներ, կանգնել Տիրոջ առաջ։ Շատ դժվար գործողություն պիտի անենք, կանգնենք եւ մեր ձեռքը բարձնանք, օնիկ եղբայր, դա սիրուն չի տենց, մի քիչ ուրիշ մեկին հիշացրեցիր սես որ բարձեցի։ Այս կապ չունի ձևել բարձենք, բայց բարձելու էլ հետարքիր ձևեր կա, չէ։ Երբ որ սենց ենք բարձում, այսինքն Տեր, ես բաց եմ քո առաջ, լցրու ինձ օրհնիր ինձ Տեր։ Երբ որ այսպես ենք բարձրացնում, ցույց ենք տալի Տեր, ես կախված եմ քեզանից երկու ձեռքով, ես քո կարիքն ունեմ։ Նաև տեսել եք գերիները ինչպես են հանձնվում, չէ։ Այսպես։ Իրանց զենքերը վայր են դնում եւ հանձնվում են, ասում են, տես իմ ձեռքերը դատարկ է Տեր, քարերս թափել եմ եւ քո կարիքն ունեմ։ Հետո տեսել եք երեխեքը, երբ որ ես տեսել եմ, երբ որ պապաները տուն են գնում, իրանց երեխեքը որ նոր են սկսում քայլել սովորել, ինչ են անում, հա, Էրիկ ջան։ Գասեր ասում են գրկինց։ Մենք էլ երբ որ մեր ձեռքերը պարզում ենք, ասում ենք Տեր, հոգնած եմ, գրկի ինձ։ Ես քո կարիքն ունեմ։ Ես քո գրկի կարիքն ունեմ։ Ես քո գրկի երեխան եմ։ Ինչքան էլ մեծանամ, ես այդքան մեծ չեմ, որ քո կարիքը չունենամ։ Ես քո կարիքն ունեմ, Հիսուս։ Աղոթենք եւ մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ։ Շնորհակալ եմ Տեր։ Պողոս առաքյալն ասում է մեր ձեռքերը բարձրացնենք դեպի Տերը երկյուղով,
եւ առանց բարկության, որը ասում է սուրբ պատարակ է Տիրոջ առաջ։ Մեր ձեռքեր բարձրացնելը պատարակ է, այո, աղոթք է, լուռ աղոթք է, որ ավելի բարձր է երբեմն խոսում։ Բարձրացնենք մեր ձեռքերը եւ բարձրացնենք մեր հավատքը, բարձրացնենք մեր աղոթքը Տիրոջ առաջ։ Հիսուսն այստեղ է եւ ասում է ձեռքդ պարզիր, շատ գեղեցիկ խոսք է։ Սիրտդ պարզիր, միտքդ պարզիր Հիսուսին, քո կյանքը պարզիր Հիսուսին։ Այդ պարզիր բառը շատ սիրեցի։ Պարզիր նշանակում է ուղղիր, պարզիր նաև նշանակում է, որ կյանքդ կպարզվի, հայտնի կլինի, լույսի մեջ կգա, գորշությունը կգնա, տիղմը կհեռանա, ջրերդ կպարզվեն, եթե ձեռքդ Հիսուսին պարզես։ Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս։ Ես հավատում եմ այստեղ զորավոր Տիրոջ ներկայություն կա եւ մեր Տեր Հիսուսը այստեղ է։ Ես ուզում եմ ամբիոնը զիջեմ իրան, դահլիճը զիջեմ իրան։ Հիսուսն այստեղ է քույրեր, Հիսուսն այստեղ է եղբայրներ, երիտասարդներ, պատանիներ, կանայք, Հիսուսն այստեղ է։ Մեր քաղցր Հիսուսը, որ 2000 տարի առաջ Նազարեթի ժողովարանի մեջ այս բժշկության հրաշքն արեց, նա հիմա այլ այնտեղ չի։ Ես ու Գայանեն եղել ենք Նազարեթում, եղել ենք այդ ժողովարանում, որտեղ Հիսուս իր բժշկությունն արել, այդ ժողովարանը այսօր ավերակ է, տուրիստների տեղ է, քարուքանդ եղած տեղ է։ Հիսուսն այնտեղ չի, Հիսուսն այստեղ է։ Այնտեղ է, որտեղ պաշտում են նրան, այնտեղ է, որտեղ սպասում են նրան չորացած ձեռքով, չորացած հույսով, չորացած սրտով։ Տեր Հիսուս, արի, հենց հիմա արի։ Ինձանից սկսած ամեն մեկին այս դալիճում գտնվող, այս ժողովարանում գտնվող բժշկիր, հպվիր, կենթանացրու, առողջացրու Հիսուս։ Հենց հիմա Տեր, քույրերս, եղբայրներս քո կարիքն ունեն, ծարավ են քեզ, կարոտ ենք քեզ, Տեր։ Փոքր երեխայի պես ուզում ենք գրկվել քո կողմից։ Ուզում ենք մեզ վեր առնես այս վիճակներից, դուրս հանես եւ մեզ գրկես։ Եվ մեզ պինդ քո կրծքին սեղմես։ Արի Հիսուս, բարի Հիսուս, արի Հիսուս, հպվիր Հիսուս, բժշկիր Հիսուս։ Աղոթում եմ, որ հենց հիմա սրտի բժշկություն լինի այստեղ, հարաբերությունների բժշկություն լինի այստեղ, մտքի բժշկություն լինի այստեղ։ Աղոթում եմ, որ ամեն ցավը, վիշտը հեռանա Հիսուսի անունով։ Հիսուսը ներս է մտնում, ցավը դուրս է գալիս։ Հիսուսը ներս է մտնում, վիշտը դուրս է գալիս։ Կյանքն է գալիս, բժշկությունն է գալիս։ Ձեռքդ պարզիր, այսինքն ես քեզ տալու բան ունեմ, տղա, ձեռքդ պարզիր, որ վերցնես։ Ձեռքդ մի դի քո գրպաննի մեջ, ձեռքդ մի հետ քաշի ինձանից։ Գիրկդ բացիր, սիրտդ բացիր, ձեռքդ պարզիր։ Ես քո գոգը պիտի լցնեմ լիքը օրհնություններով։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Հիսուս, շնորհակալ ենք, Տեր։ Քո բժշկության համար, որ այսօր այս ժողովարանի մեջ բժշկություն է կատարվում։ Շնորհակալ ենք, Տեր, բժիշկ Հիսուս, շնորհակալ ենք, որ դու փարիսեցի չես, որ շաբաթ օրը բժշկություն չանես։ Դու ամեն օր, ամեն ժամ մեր բժիշկն ես, Հիսուս։ Երբ որ հիվանդը գալիս է քո մոտ, դու չես ասում ինշուրանս ունես, դու ասում ես հավատք ունես։ Այո, Տեր, հավատքով եկել ենք քո մոտ։ Բժշկիր, Տեր։ Փող չունեմ, մեդիկալ չունեմ, ինշուրանս չունեմ, բայց քեզ ունեմ, Հիսուս։ Հպվիր ինձ, բժշկիր ինձ, առողջացրու ինձ, բարձրացրու ինձ։ Նոր շունչ տուր ինձ, նոր կյանք տուր ինձ, Հիսուս։ Հիսուս, մեր աղոթքը բարձրացնենք, սկսենք պաշտենք Տիրոջ։ Եթե զգում ես Տերը քեզ հպվեց, շնորհակալություն հայտնի նրան։ Եթե զգում ես, որ քո սրտի մեջ գործ է անում, պարապ մի մնա, ձայնդ բարձրացրու։ Օրհնի Տիրոջը ուրախությամբ, օրհնի Տիրոջը քո ցնծությամբ, քո լացով, ինչ վիճակի մեջ էլ որ դու կաս, բեր Հիսուսի առաջ։ Մի թաքցրու, չորությունդ մի թաքցրու, ձեռքդ մի թաքցրու, վիշտդ մի թաքցրու, Հիսուսին ներկայացրու։
Ով Տեր Հիսուս, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս։ Ես պատկերացնում եմ սատանան այդ օրը ամեն բան անում էր, որ այս մարդը ժողովարան չգնար։ Բայց այդ մարդը գնաց։ Եվ եկեք պատկերացնենք այս պատմության ավարտը, ինչ եղավ։ Նա ժողովը ավարտվեց, բայց իր ուրախությունը չավարտվեց։ Նա գնաց տուն եւ իր ձեռքերը ամեն օր, ամեն ժամ պարզում էր, մեկնում էր, վարժություն էր անում, նայում էր հայլու մեջ, մարդիկ էին նայում, զարմանում էին, ասում էին տղա ինչ եղավ քո հետ։ Եվ նրա պատասխանը մեկն էր. ես ժողովարանի մեջ Հիսուսին հանդիպեցի եւ նա ինձ բժշկեց։ Ես կուզենամ, որ այսօր մարդիկ տեսնեն եւ վկայություն տան մեր մասին։ Եվ մեր վկայությունը սա լինի. Հիսուս ուսուցիչը ինձ հանդիպեց։ Իմ վարդապետ Հիսուսը, իմ Տեր ու Փրկիչ Հիսուսը ինձ բժշկեց։ Շնորհակալ եմ, որ հենց հիմա մեր չորացած աղբյուրները նորից սկսում են բխել։ Մեր չորացած ուրախությունը նորից սկսում է ծաղկել։ Մեր չորացած հույսերը նորից սկսում են ծիլ տալ, որովհետև Հիսուսի դեմքի լույսը բժշկում է մեր հույսը։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Հիսուս։ Մեր բարի Աստված, մեր ողորմած Աստված, մեր Փրկիչ Տեր։ Քո նմանը չկա Տեր։ Դու միակն ես Տեր։ Դու միակն ես Տեր։ Դու եզակի ես Տեր, ամբողջ բովանդակ տիեզերքում։ Եվ որքան ուրախ եմ, որ ես քեզ ունեմ իմ կյանքի մեջ։ Հոգատար Հիսուս, բարի Հիսուս, անտարբեր չես իմ ցավին։ Դու ոչ միայն գիտես, որ իմ ձեռքը չորացած է, դու գիտես, որ ձեռքս է չորացած։ Դու գիտես, ոչ միայն գիտես, որ ես տխուր եմ, դու գիտես ինչու համար եմ ես տխուր։ Դու ոչ միայն նայում ես իմ վերքին, դու նայում ես այդ վերքի արմատին, դու ոչ միայն արցունքներս ես տեսնում, աղբյուրներս ես տեսնում իմ վշտին։ Դրա համար Տեր դու այստեղ ես, որ ինձ քաղցրացնես, ոչ թե ինձ դառնացնես։ Այստեղ ես, որ ինձ բժշկես, ոչ թե ինձ ամաչեցնես։ Այստեղ ես, որ ինձ իմ մեկուսարանից դուրս անես եւ ինձ ազատություն շնորհես։ Շնորհակալ եմ։ Բարձրաձայն ասենք փառք քեզ Հիսուս։ Շնորհակալություն քեզ Հիսուս։ Շնորհակալություն քեզ Տեր։ Կարող մեր ծափարությունները բարձրացնենք Հիսուսին։ Amen, amen, amen.